Դա դրամարկղային մեթոդով աշխատելն է։ Ինչ է նշանակում դրամարկղային մեթոդով աշխատել, հա, ընդհանրապես երկու հիմնական ֆինանսների հետ աշխատանքի, ֆինանսների կառավարման երկու հիմնական բան կա, մեթոդ կա, մեկը դրամարկղային մեթոդն է, մյուսը հաշվեկիրման մեթոդը։ Դրամարկղային մեթոդը ենթադրում է հետևյալը, որ մենք համարում ենք, որ եկամուտ ստացանք, երբ փողը ֆիզիկապես հայտնվեց մեզ մոտ, այսինքն վճարեցին մեր դրամարկղում կամ վճարեցին մեր բանկային հաշվին, եւ հակառակ կողմից, ծախսերի կողմից մենք համարում ենք, որ ծախսը արեցինք, երբ գումարը ֆիզիկապես տվեցինք, կանխիկ տվեցինք կամ փոխանցեցինք մեր մատակարարին, հա, մեր կոնտրագենտին։ Սա դրամարկղային մեթոդն է։ Իրականում ամբողջ աշխարհում ընդունված ստանդարտը ֆինանսների կառավարման հաշվեկիրման մեթոդն է, հա, հաշվեկիրման մեթոդը մի փոքր տարբերվում է փողի ֆինանսական հոսքերի բանից, հա, տրամաբանությամբ հաշվառումից։ Ուրեմն հաշվեկիրման մեթոդը ասում է հետևյալը, հա, դու եկամուտ ես ստանում, երբ այդ եկամուտը փաստացի եկամուտի ստացման իրավունքը փաստացի քոնն է։ Օրինակ, եթե դու ապրանք ես վաճառում, այն պահից, երբ ապրանքը հանձնեցիր հաճախորդիդ, այդ պահին դու եկամուտը ստանում ես։ Նույնիսկ եթե հաճախորդը քեզ այդ պահին չի վճարում, հա, պարտք է մնում եւ հետո է վճարում։ Կամ երբ դու ծառայություն ես մատուցում, ծառայությունը մատուցեցիր, վերջացրեցիր, այդ պահին համարում ես, որ եկամուտը ստացել ես։ Նույնիսկ եթե այդ պահին հաճախորդը քեզ չի վճարում։ Ու ծախսերի տեսանկյունից էլ, հա, օրինակ, աշխատավարձի հետ կապված ծախսը, ընկերությունը համարում է, որ աշխատավարձի գծով ծախս է արել, երբ որ ամիսը վերջանում է, որովհետև աշխատակիցների հետ պայմանագիրը սովորաբար ամսական կտրվածքով է։ Ամիսը վերջացավ, աշխատակիցը ամբողջ ամիս աշխատեց, նշանակում է մենք արդեն աշխատավարձի գծով ծախսը արեցինք։ Այլ բան, որ մենք այդ աշխատավարձը վճարելու ենք օրինակ հաջորդ ամսվա 15-ին, ոչ թե հենց ամսվա վերջում։ Այդ եկամուտ ստանալու եւ գումարը ֆիզիկապես գալու եւ ծախսը անելու ու գումարը ֆիզիկապես տալու ժամանակային տարբերություններով է պայմանավորված այս երկու մեթոդների տարբերությունը։ Դրամարկղանի դեպքում համարում ենք, որ փողը ստացանք, ուրեմն եկամուտ ունենք, քանի փողը չենք ստացել, եկամուտ չունենք, ու նույնը ծախսերի մասով։ Հաշվեկիրման մեթոդի դեպքում եկամուտ ենք ստանում, երբ որ փաստացի մեր գործը արել ենք, մեր կողմից աշխատանք արել ենք կամ ապրանքը հանձնել ենք, անկախ նրանից փողը դրա ստացել ենք, թե չենք ստացել։ Իրականում ցանկացած բան, հա, ցանկացած հաշվապահական ընկերություն, ցանկացած ֆինանսիստ աշխատում է հաշվեկիրման մեթոդով, բայց շատ գործարարներ աշխատում եւ մտածում են դրամարկղային մեթոդով։ Նույնիսկ եթե իրենց ընկերությունը չի աշխատում դրամարկղային մեթոդով, հա, օրինակ ֆինանսիստը կամ հաշվապահը աշխատում է հաշվեկիրման մեթոդով, գործարարը միևնույնն է շատ անգամ մտածում է դրամարկղային մեթոդով ու դա լուրջ ռիսկեր է պարունակում։ Հիմա ռիսկերի մասին խոսամ, թե կոնկրետ ինչ ռիսկեր կա այստեղ, ինչ խնդիրներ են առաջանում դրամարկղային մեթոդով աշխատելու դեպքում, բայց մինչև այդ մի հատ կարևոր բան ասեմ, որ կան որոշ դեպքեր, երբ դրամարկղային մեթոդը կարող է կիրառվել։ Դա փոքր բիզնեսների դեպքում է հիմնականում լինում, այն դեպքում, երբ եկամուտը ստանալու ու փողը ստանալու պահը իրարից էականորեն չի տարբերվում, ու հակառակը, հա, փողը տալու եւ ծախս անելու պահը իրարից էականորեն չի տարբերվում, ու այդ տարբերությունը սովորաբար ֆիքսված է։ Օրինակ, եթե մենք ունենք ինչ-որ խանութ, որտեղ մենք կանխիկ ենք վաճառում, ու խանութի ապրանքն էլ մենակ կանխիկ ենք գնում, կստացվի, որ փաստացի մեր եկամուտի ու ծախսերի ու փողի շարժի տարբերությունը համարյա թե զրոյական կլինի, հա, ժամանակի մեջ։ Ծախսերի մեծ մասի ու եկամուտի մեծ մասի տարբերությունը զրոյական կլինի։ Այդ դեպքում էական տարբերություն չի լինի դրամարկղայինով աշխատես թե հաշվեկիրման մեթոդով։ Կամ միգուցե մենք ունենք on-line խանութ, on-line shop ունենք, որտեղ որ ապրանք ենք վաճառում,
on account-ի դեպքում վճարումները միգուցե անմիջապես չեն նստում մեր հաշվին, հա, քանի օրվա տարբերությամբ են նստում մեր հաշվին, բայց այդ տարբերությունը միշտ ֆիքսված է, հա, այսինքն միշտ օրինակ 2 օր հետո է նստում։ Այդ դեպքում դրամարկղային թե հաշվեգիրման մեթոդով աշխատես, ըստ էության շատ մեծ տարբերություն չի լինի, ու նման դեպքերում միգուցե դրամարկղային մեթոդով աշխատելը որոշակ ինչ որ ռիսկերի չի բերում, հա։ Ես ասացի, որ շատ գործարարներ նույնիսկ հաշվեգիրման մեթոդով աշխատելու դեպքում մտածում ու որոշումներ են կայացնում դրամարկղային մեթոդով։ Ինչի, հա, որտեղից է սա գալիս։ Իմ փորձով սա գալիս է այնտեղից, որ շատ գործարարներ ֆինանսների կառավարման ինչ որ ֆորմալ կրթություն, հա, չունեն, այսինքն ինչ որ տեղ չեն սովորել, հա, ինչ որ տրեյնինգ չեն անցել, ինչ որ այլ ընկերությունում չեն սովորել, թե ինչպես պետք է հաշվել եւ կառավարել ֆինանսները, ու ինտուիտիվ սեփական փորձի կամ մեկ այլ գործարարի փորձի հիման վրա եկել են դրամարկղային մեթոդին, հա, ու մտածում են այդ ձևով։ Նաև այսպիսի բան կա, որ գործարարները շատ անգամ մտածում են, թե դրամարկղային մեթոդով աշխատելը ավելի քիչ ռիսկային է։ Այսինքն, երբ որ դու չես համարում, որ փող ես աշխատել, քանի փողը չի եկել քո մոտ, հա, ֆիզիկապես փողը քո մոտ չի, դա ավելի քիչ ռիսկային է, որովհետև շատ է լինում, որ օրինակ ծառայությունը մատուցել ես, պրինցիպե բանը եկամուտը ստացել ես, բայց գումարը այդպես էլ հաջողություն չի վճարում, հա։ Այդպիսի մտավախություն է շատ անգամ լինում, դրա համար էլ շատ գործարարներ շարունակում են տարիներ շարունակ մտածել դրամարկղային մեթոդով։ Մտածել դրամարկղային մեթոդով։ Հիմա ասեմ, ինչ ռիսկեր է պարունակում այս դրամարկղային մեթոդը, ժողովուրդ։ Ռիսկերը եւ խնդիրները։ Նախ, երբ մենք աշխատում դրամարկղային մեթոդով, չենք տեսնում իրական պատկերը բիզնեսի, հա, որովհետեւ մենք շատ անգամ բան ենք անում, երբ մենք մտածում ենք եկած փողով ու դուրս եկած փողով, մենք իրական վաճառքի, իրական ծախսերի մասին պատկերացում չենք ունենում, հա, որովհետեւ մեր իրական եկամուտները ու փողի հոսքը ժամանակի մեջ իրենից տարբերվում են։ Չեք կարողանում կանխատեսումներ ու պլանավորումներ անել, երբ որ աշխատում եք դրամարկղային մեթոդով, հա, որովհետև չկա բավարար չափի ինֆորմացիա, որպեսզի մենք կարողանանք կանխատեսել բանը վաճառքները, կանխատեսել ծախսերը կամ պլանավորել հաջորդ ժամանակաշրջանի ծախսերը կամ եկամուտները, հա։ Մյուսը հարկային պլանավորման համար այս տիպի հաշվառումը ուղղակի պիտանի չի, որովհետև հարկային հաշվառում աշխատում են միանշանակ հաշվեգիրման մեթոդով, հա, հարկային իմաստով էլ եկամուտի ու ծախսի տրամաբանությունը այնպիսին է, ինչպիսին ես նկարագրեցի հաշվեգիրման մեթոդի ժամանակ, ու եթե դուք աշխատում եք, եթե դուք ձեր հաշվառումը հիմնականում տանում եք դրամարկղային մեթոդով, ուղղակի անիմաստ ուղղակի հարկային հաշվառում չեք կարող անել, հա, այդ ուղղակի չի աշխատի։ Մյուսը դժվարացնում է ֆինանսական կառույցների հետ աշխատանքը, այսինքն բանկերի, վարկային կազմակերպությունների, պոտենցիալ ինվեստորների հետ աշխատանքը, որովհետև այս տիպի ընկերությունները էլի մտածում են հաշվեգիրման մեթոդով ու փաստաթղթեր են պահանջում հաշվեգիրման մեթոդով։ Այսինքն, եթե դուք օրինակ պետք է բանկից վարկ վերցնեք ու բանկին ներկայացնեք դրամարկղային մեթոդով եկամուտներ ծախսել, այդ բանկը մեծ հավանականությամբ չի ընդունի, որովհետև դա նորից եմ ասում, իրական պատկեր չի տալիս բիզնեսի մասին։ Մյուս մեծ ռիսկը, որ այս մեթոդով աշխատելու դեպքում չեք տեսնում հետաձգված ծախսերը։ Ինչի, որովհետև ուղղակի այդ ինֆորմացիան էլի չի գրանցվում դրամարկղային մեթոդով աշխատելու դեպքում, հա, դուք ուղղակի չեք կարող ասել, թե մյուս ամիս ինչ հետաձգված ծախսեր ունեք, որոնց փողը դեռ չեք տվել, բայց արդեն ծախսի մասին պայմանավորվել եք։ Ու բնականաբար չեք կարող վերլուծություններ անել, էլի նույն պատճառով, հա, որ չկա համապատասխան ինֆորմացիա։
Так, ինչ է սրանից հետևում, հա, որ եթե մենք ուզում ենք ընկերությունում ունենանք բան արդյունավետ որոշումների կայացմանը նպաստող ֆինանսների կառավարման համակարգ, մենք պիտի անցնենք հաշվեկիրման մեթոդին։ Ըստ էության հաշվեկիրման մեթոդով նույնպես եմ ասում, աշխատում են բոլոր աշխատողները, բոլոր ֆինանսիստները ու բոլոր ծրագրերը բանի ֆինանսների կառավարման, որ դուք ունենաք կներդնեք ձեր ընկերությունում, աշխատել են այդ մեթոդով։ Այստեղ ուղղակի մի բան է պետք անել, պետքա սովորել այդ հաշվեկիրման մեթոդը, դա վերցնել որպես աշխատանքի հիմնական ձև ու ընկերության ֆինանսների կառավարումը, հաշվարկները, հա, հաշվառումը տեղափոխել հաշվեկիրման մեթոդ։ Եթե դուք այս պահին դրամարկղային մեթոդով եք աշխատում կամ ընկերությունը, որտեղ դուք աշխատում եք, դրամարկղային մեթոդով է աշխատում, ապա այս հարցը խորհուրդ կտամ հնարավորինս արագ շուտ լուծել։